Ծովինարը, հայ ժողովրդական հեքիաթ։ Մի թագավոր է լինում, պսակվում հարս է բերում, էդ հարսը երեխա չի ունենում, 7 տարի անց է կենում, մի օր մի դերվիշ է գալիս թագավորի դռանը կանգնում ու ասում. թագավորն ապրած կենա, ես գիտեմ, թե քո քեֆը ինչի է վատ։ Ասում է, ինչի է վատ, դերվիշ բաբա։ Ասում է նրա համար, որ կնիկդ երեխա չի ունենում, ձիտ էլ քուրակ։ Ասում է դերվիշ բաբա, որ դու էտենց իմաստուն ես, դրա հնարն էլ կգիտենաս, բա ոնց կլինի դրա ճարը։ Ասում է թագավորն ապրած կենա, քու այգում մի խնձորի ծառ կա, էս օխտը տարի է բար չի տալի, հիմի նոր մինը բռնել է, գնա բեր կլպի, միչուկը կնկանդ տուր, կլեպները ձիուտ թող ուտեն, կնիկդ մի տղա կբերի, ձիտ էլ մի քուրակ, տղիտ անունը կդնես անվախ, քուրակինը հրեղեն։ Էդ ասելուն պես դերվիշը աներևույթ հանում է։ Թագավորը գնում է այգին, տեսնում, որ դրուստ, հրես ծառի վրա մենակ մի խնձոր կա, ոնց որ դերվիշն ասել էր, էնպես էլ անում է։ Կնոջ ժամանակը լրանում է, ազատվում է, մի սիրուն տղա է բերում, ձիու ժամանակն էլ գալիս է, ծնում է, մի սիրուն քուրակ է բերում։ Դերվիշի ասած անունները դնում են, ով տարով կմեծանա, անվախն ու հրեղենը օրով են մեծանում։ Անվախը, որ ոտնավորվում է, հա գնում է գոմը, ամեն օր հրեղենին կեր է տալիս ու թիմարում։ Օրվա մի օրը հրեղենը լեզու է առնում, ասում է. անվախ, որ տեղդ նեղվի, կգաս իմ կուշտը հարցմունքի։ Միառժամանակ անց է կենում, անվախն էլ հասած տղա է դառնում, հանկարծ մի ցավ է բռնում, ծակոցը ջիգյարն է տալի, ուչ ու հուպ գալով հասնում է գոմը ու ասում. հրեղեն ջան, ես մեռա, հնար ունես տես։ Ասում է, մի վախենա, աջ ձեռքդ տար ձախ կողքդ, էնտեղ մի խանչալ կա, հանի։ Ձեռքը կողքին է տանում, ճիշտ որ մի դաշույն է հանում, դաշույնի վրա տեսնում է մի սիրուն աղջկա նկար, վրան գրված. Ծովինար, ծովինար, որ տեսնում է, խելքի ծերը գնում է, ցավնել է մտահանանում, ամեն բանն էլ։ Հրեղենն ասում է, հը անվախ, ինչ եղավ քեզ հետ։ Ասում է հրեղեն, ծովինարին որտեղ գտնենք։ Ասում է, շատ է դժվար, համա քեֆդ խարապ մի անիլ, կգտնենք, գնա ասում է մի հատ թամբ քշինել տուր, բեր վրեզ դիր, որ կապս պինդ քաշի վրես նստի, ես քեզ կտանեմ քո ծովինարի մոտ։ Անվախը գնում է մի լավ թամբ քեշինել տալիս, բերում ձին թամբում, հեծնում է, ընկնում են ճամփա։ Գնում, շատ ու քիչը իրենք գիտեն, գնում են մի սև երկրի հանդիպում, տեսնում են ամեն ինչն էլ սև է։ Մին էլ տեսնում են, մի սև ձիավոր դուրս եկավ, դրանց ճամփան կտրեց ու հարցրեց. ուր եք գնում, սա իմ երկիրն է, ինչ իրավունքով եք մտել իմ հողը։ Ասում է ու թուրը հանում վրա բերում անվախին։ Նրա վրա բերելուն պես հրեղենը ծարս է լինում, երկնքի ծերը հասնում, թուրը ոչ մեկին էլ չի դիպչում։ Հրեղենն ասում է, անվախ, մի մտածի, դու սրան պիտի զոռես, համա չսպանես, սա քո ախպերը կդառնա։ Անվախն ասում է, ախպերացու, քո թուրն ինձ բան չի անիլ, ես էլ թուր ունեմ։ Ասելուն պես դաշույնը կողքիցը հանում է, թե չէ, շողքը ընկնում է էդ երկրի վրա, սև մարդը աչքերը փակում է, դաշույնը տեղն է դնում, սև մարդը մոտ է գալիս, բարիշում են, դառնում ախպերացու ու գնում են։ Գնում են, տեսնում, էդ սև երկրի ծայրին 3 եղբայր մի կողմից են կռվում, մի ամբողջ զորաբանակ մյուս կողմից։ Անվախը սև եղբորը պատվել է տալիս, ինքն առաջ գնում։ Ասում է, թե շատի կողմն անցնեմ, կասեն վախլուկ է, լավնեն է 3-ի կողմից կռվեմ։ Անց է կենում 3-ի կողմը ու զորքի մի կողմից սրբում, մյուս կողմից դուրս է գալիս։ Էն կռվող 3 եղբոր բերանը բաց է մնում են զարմացած։ Որ կռիվը վերջանում է, 3-ն էլ գալիս են դրան գլուխ տալիս,
Տանում իրենց տուն, հորը պատմում եղելությունը։ Դրանց հայրն ասում է. «Կուզես իմ փեսան դառնաս»։ Անվախն ասում է. «Իմ մուրազն է, որ ձեր աղջկանը տաք իմ աղբորը»։ Դրանք համաձայնվում են, եղբորը կանչում են, 7 օր, 7 գիշեր հարսանիք անում, պսակում։ Վրա 7 օրը անվախը մատանին հանում է իր աջ ձեռքի մատիցն ու տալիս սև եղբորն ու ասում. «Քեզ թողնում եմ քու քեֆը քաշես, ես գնում եմ, որ վաղտը էս մատանիքը սևանա, իմացիր իմ տեղը նեղ է, հասիր ինձ օգնության»։ Հրեղենին նստում է, էլի ճամփա ընկնում։ Գնում են, գնում, շատն ու քիչը իրենք գիտեն։ Գնում հասնում են հիմի էլ մի սպիտակ երկիր։ Էդ երկրումն էլ ամեն ինչ սպիտակ էր։ Հիմա էլ մի սպիտակ ձիավոր է դիմացը առաջը կտրում, էլի կռվում են, աղբերանում են, առաջ գնում։ Պատահում են մի ուրիշ 3 եղբոր, ու մի զորքի կռվի։ Էդ 3 եղբոր կողմն են բռնում։ Հրեղենը զորքին հաղթում է։ Գլուխներդ ինչ ցավեցնեմ, վերջն էդ 3 եղբոր քրոջն էլ է ամուսնացնում սպիտակ եղբոր հետ։ Ձախ ձեռքի մատանին էլ դրան է տալիս, պատվիրում, որ ինչ ժամանակ խավարի, օգնության հասնի։ Ինքը հրեղենին նստում է, ընկնում ճամփա։ Գնում են, շատն ու քիչը իրենք գիտեն։ Հասնում են հիմի էլ մի կանաչ երկիր։ Էդ երկրումն էլ ամեն բան կանաչ է լինում։ Էդտեղ էլ մի կանաչ ձիավոր է դուրս գալիս, էլի նրանց պես աղբերանում է հետը, էլի պատահում են մի ուրիշ 3 եղբոր ու զորքի կռվի։ Զոռում են զորքին, 3 եղբոր քրոջն էլ տալիս է կանաչ աղբորը, իր ոսկե գոտին էլ տալիս է կանաչ աղբորը, պատվիրում, որ սևանա իրեն օգնության հասնի։ Ինքն էլի նստում է հրեղենին, ընկնում ճամփա։ Ասում է. «Հրեղեն ջան, հիմի ո՞նց պիտի անենք»։ Ասում է. «Կարմիր երկրում մի ծով կա, էդ ծովի միջին մի ապարանք կա։ Ծովինարը էդ ապարանքումն է, նրա համար ծովի ափին մեծ կռիվ կա, կգնանք կհաղթենք, քեզ կհասցնեմ քո ծովինարի մոտ»։ Գալիս են տեսնում, մի զորք է ափին կռվում, 3 առյուծ էլ մյուս ափին։ Էդ առյուծները չեն թողնում, որ զորքը ծովին մոտ գա։ Հրեղենին ճիպոտում է, էդ զորքին մի կողմից կոտորելով, մյուս կողմից դուրս է գալիս։ Ուզում է մոտ գնա ծովին, առյուծները չեն թողնում։ Օրը որ մթնում է, առյուծները գնում են հանգստանալու։ Հրեղենն ասում է. «Դրանց հետ չենք կարող կռվել, ամենադժվար տեղն ենք հասել, ամեն գիշեր գնա մեկին սպանի, արի»։ Անվախը գնում է գիշերը մեկին սպանում, լուսադեմին ետ գալիս։ Հենց մութն ընկնում է, գնում է մյուսին էլ սպանում, լուսադեմին ետ գալիս։ Հաջորդ գիշեր էլ մյուսին է սպանում։ Լուսադեմին, որ երկիրը կարմրին է տալիս, նստում է հրեղենին, թռչում է ծովի վրայով, գնում ծովինարի ապարանքի դռանը իջնում։ Հրեղենն ասում է. «Դե գնա, որտեղ փակ դուռ տեսնես, խանչալը դեմ արա կբացվի»։ Գնում է մտնում ապարանքը, որտեղ փակ դուռ է տեսնում, դաշույնը դեմ է անում, թե չէ, բացվում է։ Գնում է մի սենյակ մտնում, կարմիր շողքը աչքերը ծակում է, տեսնում է մի սիրուն աղջիկ նստած, իսկ եւ իսկ իր դաշույնի վրա նկարն է, որ կա։ Ծովինարը տեղից վեր է կենում, գալիս իրար վզով են ընկնում։ Ասում է. «Նա մարդ, ասլանները քեզ չէին վնասում, ինչի սպանեցիր։ Հիմի որ մեր թշնամի թագավորն իմանա ասլաններին սպանել ես, պիտի գա ինձ ետ փախցնի»։ Ասում է. «Հանգիստ կաց, ոչ ոք չի կարող քո մի մազին դիպչի»։ Ժամանակ է անցնում։ Կարմիր երկրի թագավորը իմանում է, որ առյուծները էլ չկան։ Զորք է հավաքում ու գալիս ծովի ափը վրան է խփում։ Բայց հրեղենի ահիցը չի համարձակվում ծովն անցկենա։ Մի ջադու պառավ գալիս է ու ասում. «Իմ քաշով մինը ոսկի տուր, մեկ էլ մի սիրուն խնոցի շինի, ինձ տուր, ես գնամ ծովինարին, գողանամ բերեմ»։ Ոսկին էլ է տալիս պառավին,
խնոցին էլ։ Պառավը խնոցում նստում է, գալիս հասնում ապարանքը։ Այդ ժամանակ անվախը որսի գնացած է լինում։ Գալիս է պառավը, դուռը բաց է անում, մտնում ներս։ Ծովինարը մենակ նստած կարանելիս է լինում։ Պառավին տեսնում է, թե չէ, փայտը քաշում է, դուրս անում։ Դա աղաչանք է անում, ասում, թե անտեր պառավ եմ, ինձ մի տեղ տուր կենամ, ձեր տունը կավլեմ, ձեր ոտքերը կլվանամ, ճաշը կեփեմ։ Ինչքան աղաչանք է անում, ծովինարը բանի տեղ չի դնում, դուրս է անում։ Անվախի որսից ետ գալու ժամանակը այդ ջադու պառավը գնում է պատի տակին, կուչ է գալիս, իբր թե լաց է լինում։ Անվախը գալիս է, թե չէ, հիմի էլ նրան է աղաչանք անում։ Անվախի մեղքը գալիս է, ձեռքիցը բռնում է տանում տուն։ Ծովինարն ասում է, դրանից մեզ վնաս կգա, դուրս արա, կորչի։ Ասում է, ոչ մի բան էլ չի լինի, աղքատ պառավ է, թո մի կտոր հաց ուտի, իրեն համար ապրի։ Նա հա, սա չէ, վերջը թողնում են։ Պառավը դեսուդեն է ընկնում, շփշփալով աշխատում է, դրանց աչքին դուր է գալիս։ Դրան բերում են նոր շորեր հագցնում, իրենց հետ ուտեցնում, խմեցնում, պահում։ Մի օր անվախը գնում է որսի, պառավը մնում է ծովինարի մոտ, համոզում է, ասում. դու որ այդքան մարդուց սիրում ես, խիչ ես հարցնում, թե դրա շնորհքն ինչում է, որ այդքան զորքը կոտորեց։ Իրիկունը մութ որ ընկնում է, քնելու ժամանակ պառավը գնում է մտնում դրանց թախտի տակ։ Ծովինարը անվախի օձիքը բաց չի թողնում, թե քու շնորհքը ինչումն է։ Ասում է, իմ շնորհքը իմ խանչալումն է։ Պառավը թախտի տակից ամեն ինչ լսում իմանում է։ Հենց դրանք քնում են, թե չէ, դուրս է գալիս, դաշույնը տղայի ծոցից հանում է, տանում գցում ծովը։ Որ ծովն է գցում, անվախը կիսամեռ է դառնում։ Առավոտը ծովինարը կարծում է, թե քնած է, դուրս է գալիս, դուռը ծովին նայում։ Պառավը խորամանկություն է անում ու ասում. արի գնանք ծովի ափին մի քիչ ման գանք։ Ման ածելով տանում է իր խնոցու մոտ հասցնում։ Ծովինարը, որ հուր հրատին տվող խնոցին տեսնում է, ասում է. «Էս ինչ բան է, էսպես սիրուն»։ Ասում է, արի մոտ գնանք նստենք։ Տանում է մեջը նստեցնում ու ասում. այ խնոցի, դե քեզ տեսնեմ, հայդե, ծովի են ափը տար։ Մինչև աչքերը բաց ու խուփ են անում, մին էլ տեսնում են ծովի են ափին են։ Թագավորը առաջ է գալիս, ուզում է մոտ գա։ Ծովինարը մոտ չի թողնում ու ասում է. մինչև 40 օրը չլրանա, ես մոտս մարդ չեմ թողնի։ Դրանց էստեղ թողնենք, լուր տանք անվախից։ Եղբայրների մատնիքը մատերն են հուպ տալիս, մեկ էլ գոտին, մտիկ են տալիս, տեսնում, որ սևացել են։ Գալիս են այդտեղ հասնում, որ ինչ տեսնեն։ Հրեղենը գետինը փորում է, հողը ոտով գլխին ածում, քրտինքի մեջ լողում։ Ասում են, հրեղեն ջան, ինչ անենք։ Ասում է, ջադու պառավը անվախի խանչալը շպրտեց, կամ ծովն է ընկել, կամ աստղերին է հասել, կամ էլ թե չէ, ցամաքն է ընկել։ Սպիտակ ձիավորը եղբորն ասում է. ես գնամ աստղերին հարցմունք անեմ։ Կանաչին էլ ասում է, դու ձիթ քշի, ընկի ցամաքը, կանչի ամեն մի շնչավորի։ Սևին էլ ասում է, դու էլ ձիթ քշի ծովի հատակը, հավաքիր ձկներին, հարց անենք, տեսնենք ում մոտ է խանչալը, գտնենք անվախին ուշքի բերենք։ Ասելուն պես սպիտակը երկինքն է բարձրանում, կանաչը ցամաքը գնում, սևն էլ ծովի տակը։ Գնում է ծովի ձկներին հավաքում, տեսնում է ոչ մեկի մոտ դաշույն չկա։ Ասում է, բա էլ ձուկ չկա։ Ասում են, մինը հիվանդ է։ Ասում է, ես դրան կսաղայցնեմ, բերեք։ Բերում են, տեսնում է դաշույնը մեջքումը թաղված, քաշում է, հանում։ Մեջքի փշերը բոլորը դաշույնի հետ դուրս են գալիս։ Ասում է, դու կսաղանաս ու կդառնաս այս ձկների իշխանը։ Մինչև այսօր էլ այդ ձկանը իշխան են ասում։ Սև եղբայրը
Դաշույնը ձեռքին գալիս է գալիս, տեսնում է մյուս եղբայրները դատարկ են եկել։ Դաշույնը դնում են անվախի կողքին, թե չէ, զարթնում է։ Ասում են, բա էս ո՞նց է լավ։ Ասում է, էսպես, էսպես։ Դրանք ձիերը նստում են էնտեղ հասնում, որ ծովինարի 40 օրը լրացել է։ Քողը երեսն են քաշել, ուզում են տանեն եկեղեցի, որ թագավորի հետ հարսանիք անեն։ Ծովինարը աչքը ճամփին է լինում, շուտ-շուտ ետ է նայում, արտասուքն աչքերին, գուցե օգնության հասնեն անվախն ու հրեղենը։ Մտքում դրած է լինում, որ եկեղեցի մտնեն թե չէ, շեմքումը եւ էդ դանակը սիրտը խրի։ Մին էլ ետ է մտիկ տալիս, տեսնում է թոզ ու դումանը երկինքը բռնել է։ Այդ ժամանակ սպիտակ ձիավորը ձին քշում, հասնում է թագավորի մազերիցը բռնում, շպրտում տալի աստղերի ճակատովը, կտոր անում։ Սև ձիավորն էլ ջադու պառավի մազերիցն է բռնում, ծովը գցում, ձկների բաժին դարձնում։ Կանաչ աղբերն էլ էստեղ էնտեղ ընկած ժողովրդին է հանգստացնում։ Անվախն էլ գտնում է ծովինարին, փաթաթվում։ Հետո ժողովուրդը հավաքվում է, բոլորը ուրախանում են, որ իրենց ազատել են անօրեն թագավորից։ Պատիվ են տալիս, խաղ ու ծաղկով, ծափ ու ծիծաղով դրանց ճամփու են դնում, իրենք էլ իրենց գործին են կենում։ Եղբայրներն էլ բերում են անվախին ու ծովինարին հարսանիք անում։ Նրանք իրենց մուրազին հասան, դուք էլ ձեր մուրազին հասեք։ Այսքանը, կհանդիպենք հաջորդ անգամ, իսկ դուք լսելուց հետո մի մոռացեք բաժանորդագրվել մեր ալիքին, կհանդիպենք։